Մի կողմում Ուկրաինայի արժանապատվությունն է, մյուսում առանցքային գործընկեր Միացյալ Նահանգները։ Զելենսկին խոստովանում է, դժվար ընտրության առջև է։ Ինչ ճակատագիր կունենա Թրամփի 18 կետանոց խաղաղության փաթեթը։ Зараз один з найважчих моментів нашої історії. Մեր երկիրն ապրում է իր պատմության ամենադժվար պահերից մեկը։ Կառուցողական լուծումներ կփնտրենք, փաստարկներ կբերենք, կհամոզենք, այլընտրանքներ կառաջարկենք, բայց ոչ մի դեպքում թշնամուն հիմք չենք տապնդելու, որ Ուկրաինան խաղաղություն չի ուզում կամ պատրաստ չէ հարցերը դիվանագիտությամբ լուծել։ Զելենսկու ասած, առանցքային գործընկերոջ խաղաղության փաստաթուղթը ենթադրում է Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում, անվտանգության երաշխիքներ։ Սահմանում է, որ Ռուսաստանը չի ներխուժի հարևան երկրներ։ Միևնույն ժամանակ Ուկրաինան զինուժը կսահմանափակի 600,000-ով, նաև սահմանադրությամբ կհաստատի, որ չի միանա ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի։ Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկն էլ կճանաչվեն փաստացի ռուսական։ Համաձայնագիրը կունենա իրավաբանական ուժ, այն կվերահսկի Թրամփի ղեկավարած խաղաղության խորհուրդը, խախտումների համար պատժամիջոցներ։ Իբրև ծրագրի իր հատուկ ներկայացուցիչ Թրամփը նշանակել է Դեն Դրիսկոլին, ԱՄՆ փոխնախագահ Վենսի դասընկերոջը, որի ղեկավարած բարձրաստիճան զինվորականների պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել Զելենսկու հետ։ Միացյալ Նահանգների նախագահն արձագանքել է Ուկրաինայի նախագահի վերջին ուղերձին։ Մենք ունենք ծրագիր, այնինչ տեղի է ունենում սարսափելի է։ Սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Մենք կարծում ենք, որ գտել ենք խաղաղության հասնելու միջոցը։ Նա ստիպված կլինի հավանություն տալ այդ ծրագրին, իսկ եթե մեր առաջարկը նրա սրտով չէ, կարծում եմ կարող է շարունակել պայքարել։ Թրամփի խաղաղության պլանը ըստ Ռուսաստանի նախագահի կարող է առանցքային դառնալ ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման գործընթացում։ Անվտանգության խորհրդի նիստում Պուտինն ասել է, ստացել են տեքստը, ծանոթացել հիմնական դրույթներին, բայց վերջնական տարբերակը մասնագիտական մակարդակով ռուսական կողմի հետ չի քննարկվել, հավանաբար քանի որ Ուկրաինայի համաձայնությունը չկա։ Видимо, Украина и ее европейские союзники Ըստ երևույթին Ուկրաինան եւ նրա եվրոպական դաշնակիցները դեռ մոլորության մեջ են եւ երազում են մարտի դաշտում Ռուսաստանին մատնել ռազմավարական պարտության։ Կարծում եմ նման դիրքորոշման հիմքում ոչ այնքան նրանց կոմպետենտ չլինելն է, որքան այն, որ պարզապես չունեն օբյեկտիվ տեղեկատվություն մարտի դաշտում իրական իրավիճակի մասին։ Ոչ Ուկրաինայում, ոչ Եվրոպայում չեն հասկանում, ինչու է պետք վերջի վերջո ընդունել այն։ Եվրամիությունը շարունակում է աջակցել Կիևին։ Թրամփի պլանի առաջարկից հետո ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է, համաձայնության պայմանները պետք է Ուկրաինան որոշի։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։